Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն է։ Այսօր խոսելու եմ մի թեմայի մասին, որի մասին գուցե երբեք էլ չեք մտածել։ Առաջին վաստակած գումար։ Լավ է, չէ՞ հնչում։ Գումար աշխատելը շատերի համար շրջադարձային պահ է։ Առաջին աշխատավարձը գալիս է ու հանկարծ կյանքը մի քիչ ավելի լուրջ է թվում։ Դու այլևս միայն գաղափարներ չունես, ունես նաև թվեր։ Եվ հենց այդ պահին շատերն անում են սխալներ, որոնք հետո երկար են հիշվում, երբեմն էլ ուղղվում են դժվարությամբ։ Առաջին սխալը ապրել այնպես, կարծես այսպես կլինի միշտ։ Առաջին կայուն եկամուտը ստեղծում է ապահովության զգացում, որը դեռ ամբողջությամբ իրական չէ։ Մարդիկ սկսում են պարտավորվել, վարկեր, բաժանորդագրություններ, մշտական ծախսեր, որոնք հետո դառնում են ծանր բեռ։ Եկամուտը կարող է փոխվել, բայց պարտավորությունները ոչ։ Սա պարզ բան է, բայց շատերը դա հասկանում են միայն հետադարձ հայացքով։ Երկրորդը ամբողջ գումարը նույն տեղում պահել։ Երբ ամեն ինչ մեկ հաշվի, մեկ քարտի, մեկ գրպանի մեջ է, դժվար է հասկանալ ինչ է կատարվում։ Ծախսերը դառնում են աննկատ, խնայողությունը պատահական։ Առանց տարանջատման գումարը սիրում է անհետանալ առանց հետք թողնելու։ Երրորդը ամեն բարձրացման կամ հավելյալ եկամտի հետ անմիջապես բարձրացնել ապրելակերպը։ Ավելի թանկ սրճարան, ավելի հաճախ պատվեր, ավելի շատ արժանի եմ գնումներ։ Իհարկե արժանի ես, բայց եթե ամեն ավելացված դրամը միանգամից ծախսվում է, ֆինանսական վիճակը իրականում չի փոխվում։ Պարզապես թվերն են մեծանում։ Չորրորդն ամբողջ եկամուտը ազատ գումար համարելն է։ Երբ դեռ սովոր չես աշխատավարձ ունենալուն, կարող է թվալ, թե ամբողջ գումարը հասանելի է օգտագործման համար, բայց իրականում դրա մի մասը վաղուց արդեն ուրիշ տեղ ունի։ Վարձ, ճանապարհ, սնունդ, պարտադիր վճարներ։ Եթե սկզբում չես առանձնացնում այդ մասը, հետո ստիպված ես լինում հարմարվել մնացորդին, ոչ թե կառավարել գումարը։ Գումար աշխատելը հաջողություն է։ Գումար աշխատելու սկիզբը ոչ թե արագ քայլելու, այլ ճիշտ քայլ դնելու փուլ է։ Այս պահին արված ընտրությունները սովորաբար չեն ցավեցնում անմիջապես, բայց ձևավորում են քո հետագա հարաբերությունը գումարի հետ։ Լավ նորությունն այն է, որ սխալները սովորելու հնարավորություն են։ Ավելի լավ նորությունն այն է, որ դրանցից մի մասը կարելի է չանել, պարզապես մի քիչ մտածելով։ Իսկ ձեզ հետ կրկին Փիսոն էր։ Դուք մտածեք, իսկ ես ամսվա կերակուրս գնամ ճիշտ բաշխելու, որ սոված չմնամ։ Կհանդիպենք հաջորդ անգամ։